Ես 32 տարեկան եմ, ինձ մոտ սեռական ակտից հետո աջ ամորձու շրջանում նկատվում է անհանգստություն, մեկ-մեկ նաև ցավեր։ Նման բան նկատվում է նաև սեռական օրգանի գրգռվելուց հետո։ Օրգազմի ժամանակ նույն աջ ամորձին կծկվում փոքրանում է, 1-2 ամիս է ինչ կա այս խնդիրը, նաև նկատում եմ սեռական թուլություն ու լավ չեմ գրգռվում։ Ինչի հետ է դա կապված և վտանգավոր է արդյոք։ Նման գանգատները հուշում են նրա մասին, որ սեռական օրգաններում կա բորբոքային գործընթաց, որը զգալիորեն հասունացել է և արդեն անհանգստացնում է, մասնավորապես ամորձու ցավի տեսքով։ Ցավը յուրովի ազդանշան է, որ բորբոքային պրոցեսը բավականին արտահայտված է և այս դեպքում հապաղել իհարկե պետք չէ, պետք է անպայման դիմել բժշկի, անցնել համապատասխան հետազոտություններ, պարզել պատճառը և ստանալ համապատասխան բուժում։ Ցավի առկայության դեպքում, այո, հնարավոր է նաև սեռական թուլություն, երբեմն նաև տղամարդիկ նշում են նաև սեռական ակտի տևողության հետ կապված խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելի խորանալ։ Հետևաբար, որպեսզի խնդիրը ավելի չբարդանա, պետք է ժամանակին մտածել հետագա բարդություններից խուսափելու համար։ Նման գանգատներ կարող են նկատվել բոլոր այն դեպքերում, երբ տղամարդը օգտագործում է կիպ սեղմող ներքնազգեստ։ Սովորաբար սեռական օրգանները չեն սիրում, երբ հագուստը լինում է կիպ կամ սեղմող, և նմանատիպ հագուստի, մասնավորապես ներքնազգեստի և տաբատի կիպ լինելու դեպքում սեռական օրգաններում առաջանում է արյան շրջանառության խանգարում, որի արդյունքում սեռական օրգանները չեն ստանում համապատասխան սնուցում և նկատվում է նաև ցավային զգացողություն, որը կարող է նաև բերել սեռական թուլության։ Այս գանգատը կարող է նկատվել նաև բոլոր այն տղամարդկանց մոտ, ովքեր ինտենսիվորեն մարզվում են և հաճախակի կատարում են ծանր ուժային վարժություններ, որոնք այո կարող են սեռական օրգաններում առաջացնել նման խնդիրներ։ Հետևաբար, պարզելու համար, թե որն է պատճառը կամ որոնք են պատճառները, անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, հանձնել համապատասխան անալիզներ, որից հետո արդեն պատկերը պարզ կլինի։